Դու նստած թախտին սպասում ես, որ քո երազանքների արծիվը ճանկերը սրած ճախրելով կգա եւ քեզ կբարձրացնի դեպի երկինք։ Դու կճախրես երկնքով, կսավառնես ամպերի մեջ, հպարտ ժայռերի գագաթները կհամբյուրեն քո ոտքերը։ Դու կարծում ես նա քեզ կտանի կդնի իր կառուցած ամուր բույնի մեջ եւ ամեն օր կգնա քեզ համար որսի։ Մի գառնուկ կբերի, որ քեզ կերակրի։ Լսիր ինձ։ Թախտը հարմար է, գիտեմ։ Երազելը, նստել, երազելը եւ ոչինչ չանելը էլ ավելի հարմար է։ Պատկերացրու մի բան։ Եթե ես քեզ հիմա տայի թուղթ եւ գրիչ։ Թուղթ ու գրիչ, հա։ Եվ խնդրեի, որպեսզի դու գրեիր քո երազանքների կապույտ ձիով ասպետի մասին։ Ինչպեսին կլիներ նա։ Փորձեմ գուշակել։ Նա կլիներ մոտավորապես այսպիսին։ Ես երազում եմ մի ուժեղ խելացի բարձրագույն կրթությամբ, որտեղ դիպլոմը պարտադիր պայման է, կայացած, առողջ, մեծահոգի, բարի, առատաձեռն, ծախսող, ին վրա ոչ մի բան չխնայող տղամարդ։ Ճիշտ եմ ասում։ Ցենց որ մտքովս ինչ անցներ ինքը ինձ համար աներ առանց որ ես իրեն խնդրեի։ Կարդար ինքի միտքը, ինձ զգար իմ սրտի բաբախոցը։ Գնար բերեր ինձ, տաներ, մանտար, աշխարհի բոլոր քաղաքներով, կղզիներով։ Ինձ տաներ ճամփորդությունների, չգիտեմ, այնտեղ յախտաներ, փարթիներ։ Քեզ քո ուզած մեքենան առներ են, բանտիկը սենց վրան կապած նվիրեր։ Իմ ուզած տունը, քո ուզած վիլան, որ դու շաբաթը գոնե 2 անգամ այնտեղ մենակով հանգստանայր։ Նստես մի բաժակ թեյ խմես, երազես կամ Instagram-ում scroll-ն անես ու մտածես, որ բայց ես ինչ քիչ էինք ինձ համար անում, Հելենայի ես Վարդուշտոցյայի հարսի համար ինչ է անում իր ամուսինը, վայ։ Ես մի վատ լուր ունեմ։ Քանի որ դու փնտրում ես ստուդիո տղամարդ, այդպիսի տղամարդ գոյություն չունի։ Այդ քո ուզած նկարագրած տղամարդը չկա։ Լաց լինենք։ Բայց լավ լուրը դու կաս։ Այդ ստուդիո կինը դու ես։ Դու կարող ես քեզ առնել, նվիրել ամեն ինչ որ ուզում ես։ Դու կարող ես դառնալ այն ինչ որ ուզում ես։ Դու կարող ես տանել քեզ աշխարհի բոլոր քաղաքներով, երկրներով, կղզիներով ման տալ։ Դու ես այն բանալին, ով կարող է բացել բոլոր փակ դռները քո առաջ։ Տղամարդ փնտրելու փոխարեն փնտրիր ինքդ քեզ։ Անխղճորեն առատաձեռն եղիր ինքդ քեզ հետ, առ ու նվիրիր ինքդ քեզ, տար քեզ քո սիրած տեղերով, շրջագայության, թախտից վեր կաց, բախտից մի դժգոհիր։ Թախտը քո հարմարավետությունն է ու կտեսնես, թե բախտը ոնց է բացվում քո առաջ։ Բախտը բացվելու պարզ բանաձևը թախտից վեր կենալու մեջ է։ Խնդիրը դու ես, լուծումը դու ես եւ բոլոր բանաձևերի բանաձևը դու ես։ Եթե դու ինչ որտեղ փնտրում ես տղամարդու, չգիտեմ, որ էփեր ունես հեռախոսիդ մեջ, scroll-ն ես անում, որ գնաց հանդիպես, գնում ես դեյթերի, ջնջիր։
Իսկապես եմ ասում, ջնջիր բոլոր այդ էփերը, դադարիր փնտրել որևէ մեկին, որպեսզի կարողանաս գտնել քեզ։ Եթե չես հավատում, փորձիր։ Եվ դադարիր համեմատվել։ Այսօր այս սոցիալ մեդիայի այս դարաշրջանում մարդիկ ահավոր չարացել են, նախանձը ահավոր շատացել է, որովհետև մտնում են այդ էջերը, տեսնում են այդ կեղծ շպիտներով իրար սիրող զույգերին ու չարանում են, վայ հələ տես իրան։ Stop։ Դադարիր։ Մի սկրոլն արա, մի նայիր, մի չարացիր, մի համեմատվիր։ Միակ մարդը, ում հետ կարող ես համեմատվել, դա դու ես, դու քո հետ, քո երեկվա եւ այսօրվա տեսակի հետ պետք է լինի քո միակ համեմատությունը։ Եվ կփոխվի քո աշխարհը, եւ կփոխվի քո աշխարհայացքը, եթե դու դադարես փնտրելուց ուրիշին, բայց որոշես, որ դու ուզում ես գտնել քեզ